Սիրելիներս, այս Աստծո միտքն է, որ ուզում եմ հաղորդել ձեզ, ինչպես հավատն է, որ առանց հույսի սիրո թերի է, ոչ ամբողջական զորությամբ, այնպես էլ Աստված Սուրբ Եորդությունով առանց Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու թերի է, սիրելիներս, որովհետև Աստծո խոսքը և իր ուժը, զորությունը այդ խոսքով, որ արտահայտում է, մենք կարող ենք զգալ իրեն, Աստծուն, զգալ մեր մարմնով, մեր հոգով, բայց սիրելիներս, եթե մենք ունենք մենակ հավատ, բայց այդ հավատը մենք չենք նյութականացնում սիրո և հույսի միջոցով, սիրելիներս, հավատքը անիմաստ է։ Իհարկե հավատք ասելով Սուրբ Գրքում ասվում է, որ դա կապ է, հույս, հավատք, սեր, սիրելիներս։ Պողոս առաքյալի առաջին Կորինթացիներին ուղղված նամակում 13-րդ գլխում սիրո օրհներգում ասվում է, որ հույս, հավատ, սերը դա մեկ կապ ունեն իրար հետ և ամենամեծը սերն է իրենց մեջ, որովհետև սիրելիներս, առանց սիրո դու չես կարա ապրես Աստծո հետ, հավատքով դու ճանաչում ես Աստծուն, փրկվում ես քո ես-ից և նոր կյանք ես ի վերուստ ես ծնված լինում ապաշխարությամբ, բայց սիրելիներս, եթե ապաշխարությամբ հավատքով, դրանից հետո դու պետք է արդեն ճանաչես Աստծուն սիրով, եթե սիրում ես ավելի շատ ես սկսում ճանաչել և սերը ամբողջանում է, երբ որ հույս ես ունենում Աստծո հանդեպ, երբ որ դու հույս ունես, որ Աստված միշտ կօգնի ամենաանհնարին վիճակում և սիրելիներս, եթե դու գիտես, որ Աստված ամենաանհնարին վիճակում քո հետ է, քո համար անհնարին բան չկա, սիրելիներս, որովհետև Աստված է քեզ ամբողջացնում ու կատարյալ դարձնում, որովհետև մենք ոչ մի բան ենք փոշի ենք, բայց Աստված մեզ դարձնում է կատարյալ, սիրելիներս։ Այդ է ամենամեծ պատգամը և նպատակը Աստծո, որ մենք իրենով ամբողջանանք ու կատարյալ լինենք, սիրելիներս, և ապրենք կյանքից հետո այս նյութական իր հետ, հավիտյանս հավիտենից, սիրելիներս, հոգևոր աշխարհում, դրախտում, բայց սիրելիներս, նա մեզ ասում է, որ նաև կարող ենք դժոխքում հայտնվել, եթե հետևենք նյութական այս աշխարհի կանոններով, որ ուզենանք երկրային